Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վերջին շրջաններում մեր միակ պահանջը մեր քաղբանտարկյալների ազատությունն է։ Այս օրերին իշխանությունը եւս մեկ անգամ փաստում է, որ ուղղակի վախենում է արժանապատիվ հայերից, արժանապատիվ մարդկանցից առհասարակ։ Սրբազան պայքարի աջակիցներ ում նաև ահանջում եք։ Իհարկե, Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների, նաեւ Միքայել Սրբազանի, նաեւ Մկրտիչ Սրբազանի եւ Սամվել Կարապետյանի ազատությունը։ Երբ իշխանությունը դառնում է սեփական ժողովրդի թշնամին, յուրաքանչյուր ձերբակալություն դառնում է սեփական գերեզմանակարը։ Ինչ ակնկալիքներ ունեք եվրոպացի պաշտոնյաներից, որոնք այս պահին ազգային հույս ունենք, որ ինչ-որ մի դրական շարժ կլինի եւ կհասնենք վերջապես մեր նպատակին։ Իսկ այս շարունակաբար լինելու է այս ակցիայի գործընթացը։ Այս պահի դրությամբ չեմ կարող ասել, բայց կձգտենք, որ ամեն կերպ հասնենք մեր ուզածին եւ ազատություն պահանջենք մեր հայրենակիցներին, մեր ընկերներին, մեր սրբազաններին։ Եվրանեստի պատգամավորներից մեկը Նաշոքան Չասամորը երեք Եվրանեստի նիստի ժամանակ ամոթանք տվեց այս իշխանություններին, ասելով, որ 40-20 ոստիկաններով հարձակվում եք մարդուն կարծիքի համար բանտ եք նետում։ Ինչ կարող է ընդհանրապես իշխանությունների մոտ փոխել այս ամենը, հա, այսպես հատվածաբար, այսպես ասելը։ Ինչպես տեսնում ենք, այս իշխանությունների վրա ոչինչ չի ազդում, ոչ ամոթանքը, ոչ նզովյալ լինելը, ոչինչ ընդհանրապես չի ազդում իրենց վրա, բայց հույս ունեմ, որ ինչ-որ մի դրական մարդկային ինչ-որ մի գործոն կատնանա իրենց մեջ։ Այսինքն կաթիլը, այսպես ասած, քարբուծակի։ Հույս ունեմ։ Կաթ։ Հույս ունեմ։ Շնորհակալ։